Երեկ ամենայն հայոց կաթողիկոսը օրհնեց և ձիթայողին խառնեց Մյուրոնի նյութերը։ Առաջիկա 3 օրը հոգևոր դասի հսկմամբ և աղոթքներով շարունակ կեպվի Մյուրոնը։ Նրա զորությունները կբազմապատկվեն, երբ ամենայն հայոց կաթողիկոսը Մյուրոն օրհնեքի արարողության ժամանակ այն կօրհնի մեր ազգային եկեղեցական սրբություններով, կենաց խաչով, Սուրբ Գեղարդով և Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով։ Խնկելի, պաշտելի և երանելի այս յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտեղնագրվի, գրում է Նարեկացին իր մատյանում։ Մասունքակիր այս խաչը, որով օրհնվում է Մյուրոնը, պատրաստվել է 1652 թվականին, հատուկ Փիլիպոս առաջին Աղբակեցի կաթողիկոսի համար։ Հիսուսի խաչափայտի մասունքով մայրաթոռում այլ սրբություններ էլ կան։ Պատահական չէ, որ մենք Սրբալույս Մյուրոնի օրհնության ժամանակ խնդրում ենք, որպեսզի Աստված իսկապես այս մասունքների միջոցով օրհնի այդ Մյուրոնը, որպեսզի այդ Մյուրոնը դառնա մեր եկեղեցական ազգային կնիքը, որպեսզի այդ Մյուրոնով մարդիկ ծնվեն Սուրբ Ավազանից, դառնալով Աստծո որդեգիրներ եւ եկեղեցու անդամներ, որպեսզի այդ Մյուրոնը բժշկություն պարգևի հիվանդներին, այդ Մյուրոնը որպեսզի ուժ եւ կարողություն տա այն բոլոր մարդկանց, ովքեր հավատքով եւ սիրով են մոտենում Սրբալույս Մյուրոնին։ Վեհափար Հայրապետը կենաց խաչով և Սուրբ Գեղարդով Մյուրոնն օրհնելուց հետո այն տառնագրում է նաև մեր հավատքի հոր, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով, որտեղ ամենայն հայոց կաթողիկոսությունն է, այնտեղ պետք է լինի նաև Լուսավորչի աջը։ Այս աջաձև մասունքարանում ամփոփված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջ ձեռքի մասունքը։ Մենք հավատում ենք այդ աջի զորությանը եւ հետաքրքրական է, որ երբ որ Վեհափար Հայրապետը հին Մյուրոնը լցնում է նոր Մյուրոնի մեջ եւ տառնագրում է Գրիգոր Լուսավորչի աջով, ժողովրդական ըմբռնմամբ արդեն այդ պահին Մյուրոնը սկսում է եռալ եւ տաքանալ։ Պատահական չէ, որ աջը դարձել է պատմության ընթացքում այն սրբություններից մեկը, որով որ օրհնվում է Սրբալույս Մյուրոնը։ Մենք հաստատապես գիտենք, որ արդեն 10-րդ դարում Հովհաննես Դասխուրանցու վկայությամբ Մյուրոնը օրհնվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով եւ այն ժամանակ էլ տարածված էր, որ մարդիկ գիտեին, որ առանց աջի օրհնության Մյուրոնը չի կարող օրհնվել։ Աջի եւ Սուրբ Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված, բնորոշել է Առաքել Դավրիժեցին։ Նվիրական այս սրբությունը պատմության ընթացքում բաժնեկից է եղել մեր ժողովրդի ձեռքբերումներին եւ դժվարություններին, պատուհասներին եւ վերելքներին, մշտապես իր օրհնությունը բաշխելով ամենքին։ Բացի Մյուրոն օրհնությունից Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը դուրս է բերվում նաև բացառիկ եւ կարևոր տոների եւ իրադարձությունների ժամանակ։ Հայ հավատացյալին հնարավորություն է տրվում համբուրելու այն եւ օրհնություն ստանալու առաքելաշավիղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարներից։ Դարերի ընթացքում Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը ամենայն հայոց կաթողիկոսների հետ քաղաքից քաղաք է տեղափոխվել, մնալով կաթողիկոսության խորհրդանիշ եւ երաշխավոր։ 1292 թվականին Եգիպտոսի սուլթանը արշավում է Կիլիկիա, Գերեվարում ժամանակի Ստեփանոս Հայրապետին, նրա հետ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը։ Այդ շրջանում Եգիպտոսում համաճարակ է բռնկվում։ Շատերն այն պայմանավորում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջի գողության փաստով։ Լևոն II-ին սակայն հաջողվում է ետ բերել այն։ Պատմության ընթացքում եւս մի քանի անգամ գերեվարվում է Գրիգոր Լուսավորչի աջը, սակայն ըստ աղբյուրների վերջին 400 տարին այն մայրաթոռ Սուրբ Էջմիածնում է։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։